Հարցեր չունեք։ Ունենք։ Սպաս։ Պարոն Կարապետյան, արդեն գիտեք, փորձագիտական շրջանակում բարձրաձայնվեց այն հարցը, որ Ջոշուա Կուչերան, որը Արցախյան պատերազմի ժամանակ քարվաճառում է եղել եւ որի մուտքը արգելված է եղել, հիմա այս երևանյան երկխոսությանն է մասնակցում, սա ինչով եք բացատրում, կպարզաբանեք։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ուզում եմ ասեմ, որ մայիսի 26-27 մենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է Երևանի երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումը, որը կարող եմ ասել, որ ավելի մեծ հետաքրքրություն է իր շուրջ բևեռել, քան անցյալ տարի։ Մենք ունենք 400-ից մոտ 400 միջազգային հյուր 40-ից ավել երկրից, պաշտոնական պատվիրակություններ տարբեր շրջանակներից, անալիտիկ վերլուծական, էքսպերտային, շատ հետաքրքիր մարդիկ, այս առումով ուզում եմ ասել, որ հետաքրքրությունը Հայաստանի եւ Երևանի վրա շատ ավելի մեծանում։ Ինչ վերաբերում է ձեր նշած էքսպերտին, ապա իմ տեղեկություններով անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը եւ ըստ այդմ չէր հավատարմագրվել, սակայն այս անգամ շվարթ հավատարմագրման process-ը անցնելուց հետո նրա մուտքը Հայաստան իհարկե թույլատրվել է։ Իսկ այդ Արցախի հետ կապված, որ գնացել է, դրա հետ է կապված մուտքի արգելքը, թե հավատարմագրման մասին է խոսքը։ Ես միայն հավատարմագրման մասով ձեզ պատասխանեցի։ Բայց նաև ուզում եմ շարունակել այս առումով, որովհետև ոչ միայն Ջոշուա Կուչերայի, այլ նաև մի այլ էքսպերտի մասով կար խոսակցություն։ Ես ուզում եմ շատ հստակորեն նշել, որ Հայաստանը երբևէ չի սահմանափակել որևէ հատկապես էքսպերտային շրջանակներից մարդկանց մուտքը, որոնք այցելել են Ադրբեջան դեպի Հայաստան, ոչ նախկինում, ոչ ներկայումս չի սահմանափակվել որևէ էքսպերտի մուտքը Ադրբեջանի այցելած էքսպերտի մուտքը Հայաստան, եւ մենք պետք է կարողանանք աշխատել եւ պետք է աշխատենք նաև այն մարդկանց եւ հատկապես անալիտիկ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք հնարավոր է ունեն այլ կարծիք, դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ։ Մենք այս նմանատիպ ֆորումները եւ համաժողովները նաև նպատակ ունեն բացատրելու Հայաստանի կառավարության, Հայաստանի դիրքորոշումները շատ ավելի ամրապնդելու այն մարդկանց եւ ներկայացուցիչների, էքսպերտային ոլորտի ներկայացուցիչների մոտ, ում հետ մենք աշխատում ենք եւ ով ընդհանրապես հետաքրքրված է մեր ռեգիոնով։ Մենք հակված չենք Հայաստան հրավիրել միայն այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը եւ գոհ են այն քաղաքականությամբ, որ վարում է Հայաստանը։ Մենք մեր քաղաքականությունը ուզում ենք բացատրել ավելի շատ եւ ավելի մեծ շերտերի։ Երբ էր մուտքը արգելվել, դա էլ կնշեք հավատարմագրման հետ կապված պատերազմից։ Կներեք դետալները, ես մանրամասներ չեմ տիրապետում, չեմ հիշում այս պահին, չեմ կարող ասել, բայց հստակ գիտեմ, որ հավատարմագրման կարգն էր խախտված այն ժամանակ, դրա համար մերժվել էր հավատարմագրումը։ Բացեն իսկ ինչպես կգնահատեք ընդհանրապես առավոտվանից սկսված այս համաժողովը ընթացքը եւ նշանակությունը համաժողովի հատկապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության։ Շնորհակալ եմ հարցի համար։ Քանի որ մենք այս տարի ունենք շատ ավելի մեծ հետաքրքրություն եւ շատ ավելի լայն ներկայացում Երևանյան երկխոսությանը, շատ կարևոր էր բացատրել այն գործընթացները, որոնք այսօր մեր ռեգիոնում տեղի ունենում եւ կատարում են եւ հատկապես խաղաղության օրակարգին է հարցը վերաբերում։ Այս մասով արդեն մենք ունենք մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ ներկայացման վերաբերյալ, որտեղ շատ ավելի մանրամասն եւ շատ ավելի ըմբռնելի ոճով ներկայացվեց այսօր տեղի ունեցող process-ները, որում Հայաստանը ներգրավված է։
ունենք լայն ներկայություն տարբեր արտասահմանյան մեդիա գործակալությունների, որոնք լուսաբանում են միջոցառումը եւ այս առումով եւս ունենք որոշակի հաջողություններ։ Համաժողովի մեսիջը արտացոլված էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթում, քանի որ այսօր արտաքին քաղաքական դաշտում անհասկանալի եւ uncertainties անհստակությունները բավական շատ են, մենք նման միջոցառումներով փորձում ենք քննարկումների միջոցով բերել հստակեցումների, փորձել բերել այն կոնսենսուսների եւ այն ոսկե միջինների, որոնք պետք է ընդհանուր արտաքին քաղաքականություն շեյփ անեն։ Այս մասով մեր համար շատ կարևոր է նաև մեր արտաքին գործընկերների տեսակետները, այդ առումով շատ կարևոր էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ելույթը, որը ներկայացրեց Սլովակիայի դիրքորոշումը եւ տեսակետները Եվրոմիության վերաբերյալ, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, պատերազմների եւ կոնֆլիկտների վերաբերյալ։ Նույնը մենք եւս մեր տեսակետներ եւ դիրքորոշումներն ենք արտահայտում, արտացոլում եւ որից հետո սկսվեցին քննարկումներ, պանելային քննարկումներ այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Պարոն Կարապետյան եւ կասեք, քանի երկիր է հետաքրքրություն ներկայացրել մասնակցելու այս համաժողովին, որտեղ սա արդեն երկրորդ տարին է եւ կա ընկալում հայկական կողմի տեսակետները ճիշտ պատկերացնելու համար։ Մենք հրավիրել ենք մեր բոլոր գործընկերներին, այդ առումով եթե նույնիսկ ինչ-որ երկրից պաշտոնական պատվիրակություններ չկան, այդ պատվիրակությունները ներկայացված են Հայաստանում հավատարմագրված կամ չհավատարմագրված դեսպանների միջոցով։ Այո, ընկալում կա եւ այն արձագանքը, որ մենք ստանում ենք հատկապես բացման արարողությունից հետո ցույց է տալիս, որ շատ լայն ընկալում կա այն դիրքորոշումների եւ մոտեցումների, որ Հայաստանը որդեգրել է իր արտաքին քաղաքական ուղերձերում։ Շնորհակալություն եմ։ Պարոն Կարապետյան, մի րոպե, խնդրում եմ, եւս մեկ հարց Գրեգ Օլիֆանտի մասին եմ խոսքը։ Դուք արդյոք հաշվի եք առել հասարակական կազմակերպությունների նրա պահանջը, որպեսզի չգա չմասնակցի, քանի որ Արցախում է եղել, իսկ Ջոշուայի դեպքում եղել էր Արցախում ու ասում եք, որ տեխնիկական խնդիրներ ա եղել, մասնակցում եմ։ Մենք որևէ մասնակցի չենք մերժել մասնակցության հայտը։ Քրեյգ Օլիֆանտը մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական օդանավի տոմսի հետ կապված խնդիր է ունեցել, բաց է թողել օդանավը, այդ իսկ պատճառով չի կարողացել ժամանել։ Ցավում ենք շատ դրա համար, որովհետև Քրեյգ Օլիֆանտը համարվում է բավական հեղինակավոր վերլուծաբան եւ էքսպերտ, հատկապես մեր ռեգիոնի մասով, եւ մենք կուզեինք, որ մեր դիվանագիտական ֆորումը Երևանյան երկխոսությունը լիներ այն հարթակը, որտեղ քննարկվեին բոլոր այն հարցերը, որոնք եւ մենք ենք համարում խրթին, եւ մեր ռեգիոնի մյուս մասնակիցներն են համարում խրթին։ Շնորհակալություն։